Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հնգօրյա դադարից հետո ամերիկյան զինված ուժերը շուրջ 2 ժամ հարվածներ են հասցրել Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների։ Թիրախների թվում են եղել հրամանատարական շտաբեր, հրթիռային եւ դրոնային օբյեկտներ, նաեւ առափնյա ռազմական ենթակառուցվածքներ։ Իրանական ֆարս գործակալության տվյալներով Քեժմ կղզում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 1 երեխա։ Իրնան հայտնում է, որ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Միաժամանակ Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ վնասազերծել են Իրանից արձակված 5 հրթիռ։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնել էր, որ Իրանը փորձել էր բալիստիկ հրթիռներով հարվածել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերին, սակայն բոլոր հրթիռները խոցվել էին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ Իրաքում Հաշդ աշ-Շաբիի խմբավորման օբյեկտներին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 4 զինծառայողներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածները հասցվել են Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների օբյեկտներին՝ ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումների։ Ռուսաստանը գիշերը հրթիռներով եւ անօդաչու թռչող զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Նախնական տվյալներով զոհվել է առնվազն 13 մարդ։ Ամենածանր հարվածը հասցվել է Կրիվոյ Ռոգին, որտեղ բնակելի շենքի վրա ընկած Իսկանդեր-M հրթիռի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում 2 երեխա։ Կիևում, Լվովում, Դնեպրոպետրովսկի եւ Պոլտավայի մարզերում եւս կան զոհեր եւ վիրավորներ։ Հարձակման ֆոնին Լեհաստանը օդ է բարձրացրել մարտական ինքնաթիռներ երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ըստ ռուսական եւ ուկրաինական աղբյուրների, ուկրաինական զինված ուժերը հարվածել են Ռուսաստանի Պենզա քաղաքում գտնվող Վայլդբերեսի պահեստներին։ Նախնական տվյալներով 1 մարդ տուժել է, շուրջ 200 աշխատակից տարհանվել։ Հաղորդվում է նաեւ, որ հարվածներ է հասցվել Վայլդբերեսի մեկ այլ պահեստի՝ Ուդմուրտինայի Սարապուլ քաղաքում։ Դեպքի հետևանքների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ մարտական առաջադրանքի ընթացքում կորցրել են F-16 կործանիչի հետ կապը ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի հետևանքով։ Օդաչուն հասցրել է կատապուլտվել եւ տարհանվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ պատրաստվում է երկրից արտաքսել RT France-ի նախկին ղեկավար Քսենիա Ֆեոդորովային, նրա գործողությունները գնահատելով որպես Ֆրանսիայի հիմնարար շահերին վնասող եւ հասարակական կարգին սպառնացող։ Ավելի վաղ Եվրախորհրդարանի ԵՆ ու Եվրոպ խմբակցությունը պահանջել էր պատժամիջոցներ սահմանել Ֆեոդորովայի նկատմամբ, նրան մեղադրելով Ուկրաինայի պատերազմի եւ ԵՄ-ի դեմ քարոզչություն տարածելու համար։ Ըստ ֆրանսիական պարբերականների արտաքսման որոշմանը նախորդել էր Ֆեոդորովայի հերթական հայտարարությունները, որոնցում նա Մակրոնի կառավարությանը մեղադրել էր Ֆրանսիային Ռուսաստանի հետ ուղիղ բախման տանելու փորձի համար։ Անգլիայի մի շարք շրջաններում երաշտ է հայտարարվել ամառվա ընթացքում արդեն 4-րդ շոկի ալիքից հետո։ Երաշտը ներառում է Դևոնը, Դորսեթը, Քորնուոլը, Լոնդոնը, Թեմզայի հովիտը, Իդս Անգլիան եւ այլ շրջաններ։ Միացյալ Թագավորության իշխանությունների տվյալներով տեղումների կտրուկ նվազման եւ բարձր ջերմաստիճանի հետևանքով նվազել է գետերի ջրի մակարդակը, աճել են անտառային հրդեհների ռիսկերը, իսկ միլիոնավոր բնակիչների համար սահմանափակվել է ջրի օգտագործումը։